Ջերմ բարևում եմ բոլորիդ։ Հատապտուղներով ամառային տորթ ենք այսօր պատրաստում կրկին 80-ականներից և կրկին մորս բաղադրատոմսով։ Տորթ նվեր, փափլիկ, համեղ, թեթև, քաղցրի սիրահարների համար իսկական նվեր է։ Պահպանեք կամ էլ եկեք հենց հիմա միասին պատրաստենք, շատ հեշտ է պատրաստվում։ Հաղարջով է բաղադրատոմսը, բայց ցանկության դեպքում կարող եք փոխարինել ձեր նախընտրած հատապտուղներով։ Դե ինչ, միևնույն տորթը երկու տարբեր մատուցմամբ հատուկ ձեզ համար։ Կրեմի համար պետք է 200 գրամ հաղարջ, 200 գրամ շաքարավազ, 150 գրամ կարագ, 150 գրամ խտացրած կաթ և վանիլին։ Քանի որ ժամանակ է հարկավոր, որպեսզի եփած հատապտղային մասսան հովանա, առաջին հերթին սկսում ենք եփել հաղարջը։ Հաղարջը մեր այգուց եմ հավաքելու փոքրիկ օգնականիս հետ միասին։ Հավաքած հատապտուղները պիտի մաքրել, հեռացնել պոչերը և լվանալ այնքան, մինչև ջուրը պարզի և մաքուր լինի։ Կաթսայի մեջ, որում պիտի եփենք, լցնում ենք հաղարջը և տրորում ենք կարտոֆիլ մանրացնելու գործիքով։ Կարող եք այս գործը վստահել բլենդերին։ Վրան ավելացնում ենք շաքարավազը, մի քանի գդալ ջուր, դնում ենք մարմանդ կրակին և եփում ենք մոտ 5 րոպե։ 5 րոպե եփելուց հետո ավելացնում ենք 1 թեյի գդալ օսլա։ Օսլան լցնելուց հետո եփում ենք ևս 1-2 րոպե, ոչ ավել։ Վերցնում ենք կրակից և թողնում ենք հովանա, անցնում ենք խմորը պատրաստելուն, որի համար հարկավոր է 6 ձու, 180 գրամ շաքարավազ, 70 գրամ կաթ, 20 գրամ կարագ, վանիլին, մոտ 200 գրամ ալյուր, 1 թեյի գդալ սոդա, 2 ճաշի գդալ կակաո։ Ես բաղադրատոմսը կրճատել եմ 3 անգամ, մայրս 18 ձվով է պատրաստել։ Թասի մեջ կոտրում ենք ձուն, ավելացնում ենք շաքարավազը, լավ հարում ենք մինչև ծավալը մեծանա, սպիտակի փրփրուն զանգված դառնա։ Ավելացնում ենք հալված, բայց սենյակային ջերմաստիճանի կարագը, կարելի է նաև փոխարինել բուսայուղով։ Թեթևակի հարում ենք և ավելացնում ենք կաթը։ Բոլոր բաղադրիչները պիտի լինեն միևնույն սենյակային ջերմաստիճանի։ Կաթը ավելացնելուց հետո ևս մի թեթև հարում ենք, ապա քիչ-քիչ մաղելով լցնում ենք ալյուրը։ Ալյուրի առաջին չափաբաժնի հետ ավելացնում ենք վանիլին, վերջին չափաբաժնի հետ սոդա։ Շատ զգուշորեն խառնում ենք սիլիկոնե թիակով, վերից վեր շարժումներով, որպեսզի գնդիկներ չմնան։ Երբ խմորը համասեռ է դարձել, բաժանում ենք երկու մասի, մեկին ավելացնում ենք 2 ճաշի գդալ կակաո, մյուսին նույնքան ալյուր։ Էլի հարում ենք, որ համասեռ զանգված ստանանք, ապա ջեռոցի տապակին յուղաթուղթ ենք փռում, ես 4 եզրերը կտրվածք եմ անում, որ կոկիկ լինի։ Գդալով հաջորդաբար գույները փոխելով լցնում ենք խմորը և թեթևակի տարածում։ Ուղարկում ենք ջեռոց թխելու 180 աստիճան ջերմությամբ, վերև-ներքև ռեժիմով մոտ 15 րոպե։ Առաջին տարբերակում ես նաև հաղարջ եմ ավելացրել, չնայած բաղադրատոմսում խմորի մեջ հաղարջ չկա։ Երկրորդ տարբերակը պատրաստում եմ առանց խմորի մեջ հաղարջ լցնելու։ Պարզապես կաղապարի մի կեսում լցնում եմ մուկ, մյուս կեսում բաց խմորը։ Մինչ կթխվեն շերտերը, պատրաստում ենք կրեմը։ Սենյակային ջերմաստիճանի փափուկ կարագին ավելացնում ենք վանիլինը և հարում ենք այնքան, որ կրեմատիպ զանգված դառնա։ Ահա այսպես։ Քիչ-քիչ ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի խտացրած կաթն ու եփած հաղարջը։ Նշեմ, որ կարելի է օգտագործել նաև սառեցրած հատապտուղներ, իսկ եթե ձեզ կրեմի մեջ դուրս չի գալիս հատապտուղների կտորները, ապա կարող եք մասսան մաղով անցկացնել, ապա նոր խառնել կարագին, բայց կարծում եմ էսպես ավելի լավ է, հաղարջի կտորները կրեմի մեջ ավելի հաճելի է։ Ահա այսպիսի թեթև կրեմ ենք ստանում, գունեղ, նուրբ ու հաճելի թթվաշ համով։
Նայեք ինչ լավ տեսք ունի։ Պատրաստի խմորը մի դեպքում ես բաժանել եմ 4 մասի, մյուս դեպքում 2 մասի եմ բաժանել։ Դուք կարող եք նույնիսկ 1 շերտով թխել։ Թխված շերտերին տարածել եմ պատրաստածս անուշաբույր կրեմը, իսկ վերին շերտը ձևավորել եմ հաղարջով։ Դուք կարող եք ձեր նախընտրած ձևով ձևավորել, օրինակ հալված շոկոլադով։ Տորթը 2 ժամով տեղափոխել եմ սառնարան, ապա նոր դուրս բերել, կտրել և մատուցել 1 գաված սուրճի հետ։ Շատ ընտիր է ստացվել, բառերն ուղղակի ավելորդ են։ Անպայման թխեք։ Այսօր էլ այսքանը, հավանեք տեսանյութը, բաժանորդագրվեք, եթե հարցեր լինեն, մեկնաբանությունների բաժնում գրեք, սիրով կպատասխանեմ։ Իսկ մենք դեռ կհանդիպենք, ցտեսություն, լավ մնացեք։